Լրացավ պատվոբլուր հուշահամալիրի վերաբացման 5-ամյակը տոնն ամեն տարվա պես այս անգամ ևս նշվել է մեծ հանդիսավորությամբ։ Հողի մշակը բարձրաձայնում է հացահատիկի բերքից և հատկապես ցորենից դժգոհ է Շիրակի մարզի բոլոր համայնքներում բերքահավաքն ամբողջությամբ ավարտված։ Դժվար աշխատանք գոհացնող արդյունքով Սուրբ ամենափրկիչ եկեղեցու որմնանկարն ամբողջությամբ պատրաստ է։ Թուրք քրդական բախումները շարունակվում են Դիարբեքիրում Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին սաստկացող հակամարտությունը կասկածի տակ է դնում արդար ընտրություններ անցկացնելու հեռանկարը։ Առաջընթացի ձգտումով, մեծ արդյունքների սպասումով գյումրեցի պատանի ձյուդոիստների առաջին քայլերը սպորտում։ Օրվա տեղեկատվությամբ այսօր լրատվականն է ուղիղ եթերում բարև ձեզ։ Ազգային ժողովում այսօր ընթացել է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը։ Ըստ ամենայնի վաղը երեկոյան նիստի ավարտից հետո արտահերթ նիստ կհրավիրվի նոր սահմանադրության նախագծի քննարկումը շարունակելու նպատակով։ Այսօր մի աղբյուրի փոխանցմամբ արտահերթ կարող է հրավիրվել նաև ուրբաթ օրը, եթե առաջին ընթերցման հարցի քննարկումը ավարտին չհասցվի։ Նշենք, որ քննարկումը հասել է հարց ու պատասխանին, մինչդեռ պետք է լինեին ելույթներ, ուսումնասիրությունների դիրքորոշման ներկայացում։ Սա նշանակում է, որ եթե նման տեմպերով շարունակվի, ապա ազգային ժողովը շաբաթ էլ հնարավոր է նիստ հրավիրի, քանի որ այս շաբաթ օրը աշխատանքային է։ Ազգային ժողովի նախագահին նման լծակ տրամադրել է։ Ինչու է այդքան անհանգստացնում ձեզ, եթե հաջորդ իսկ քայլում ազգային ժողովը կարող է ինքը առաջադրել առանց ազգային ժողովի նախագահի առաջադրման։ Հետևաբար շատ փայլուն տրամաբանություն է, պարոն Բագրատյան, հետևաբար պետք է հասկանանք, Պարոն Բագրատյան, դուք հաստատ ելույթ ունենալ, ես խնդրում եմ մի խանգարեք ազգային ժողովի աշխատանքները, կրքերը հանգստացրեք։ Հանգիստ։ Այն համակարգը, որը առաջարկվում է հանրապետության նախագահի կողմից ներկայացված համացան նախագծով, ինստիտուցիոնալ առումով շատ ավելի լայն հնարավորություններ ու երաշխիքներ է ստեղծում
քաղաքական մենաշնորհը կամ չլինի կամ հնարավորինս նվազագույն լինի, այն համակարգը, այն ձևով, ինչպես որ մենք ունենք ամրագրված գործող սահմանադրությունը։ Հնարավոր է, որ այն հարցերը, որ բարձրացրել է ժողովուրդը կամ ոչ իշխանական ուժերը, իրավական ընթացակարգերը մի կողմ թողնելով, պարզ նախադասություններով հետևյալը ասենք, որն է, որ հաղթարվում է քաղաքական մենաշնորհ, օրինակ, որ քաղաքական մենաշնորհի ինստիտուտը կամ վերարտադրության ինստիտուտը այս նոր սահմանադրության նախագծով չեզոքանում է եւ չկա մտավախություն արդյոք, որ վարչապետը չի կենտրոնացնելու մի քանի ամիս հետո այդ քաղաքական մենաշնորհ կայացնելու ինստիտուտի լիազորությունները իր մոտ։ Ինչ վերաբերում է վարչապետի գերլիազորություններին, ապա Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նման բան չկա գրված, որ վարչապետը գերլիազորություններ ունի, իսկապես գրված է, որ հանրապետության նախագահը ունի զուտ արարողական բնույթի լիազորություններ, ինչը պարլամենտական համակարգերի համար այդքան էլ խորտ չէ։ 18 թվականի համար նախատեսված չէ նոր հանրապետության նոր նախագահի անուղղակի կարգով ընտրության դեպքում ինչ է լինում այն կառավարությունը, որը որ ձևավորվել է 17 թվականի ընտրության արդյունքներով եւ նշանակվել է հանրապետության նախագահի կողմից։ Արդյոք այստեղ լուծումը չպետք է տրվի, որ 18 թվականին գործող նախագահի լիազորությունների ավարտով պայմանավորված կամ նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված կառավարությունը այդ պահին պետք է հրաժարական տա, որպեսզի ձևավորվի կամ գործողության մեջ մտնի արդեն սահմանադրական նոր կարգավորումներին համապատասխան կառավարության կազմավորման մեխանիզմ։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկերների հետ կա պայմանավորվածություն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկը որոշ ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց վճարել ռուբլով կքննարկվի 4-րդ եռամսյակում վերջին։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հովիկ Աբրահամյանը։ Հարցին, թե սրանից բխում է, որ պետք է փոփոխվի գազի պայմանագիրը, վարչապետը նշել է, թե կքննարկեն։ Հովիկ Աբրահամյանը նաև մանրամասնել է, որ առաջարկը առաջին հերթին վերաբերել է էներգակիրներին, որ դրա դիմաց Հայաստանը վճարի ռուբլով, քանի որ դոլար դրամ ռուբլի տատանումները առաջին հերթին ազդում է Հայաստանի Հանրապետության բնակչության վրա։ Եվ դրա համար ճիշտ է, որ եթե մենք ռուբլով վճարենք, շատ կօգնի մեզ, ասել է Հայաստանի Հանրապետության
հանրապետության վարչապետը։ Մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները, ըստ ընթացակարգի վարչապետի գլխավորությամբ տեղի են ունենում պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է ազգային ժողով։ Շարունակում ենք թողարկումը Շիրակի մարզում բերքահավաքը հիմնականում ավարտված է, մինչ իմի կբերվեն ընդհանուր արդյունքները և կհրապարակվի հստակ վիճակագրություն, հողի մշակը բարձրաձայնում է։ Հացահատիկի բերքից, հատկապես ցորենից դժգոհ է։ Սա չի հերքում Շիրակի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Պաշտոնյան գիտի, թե խնդիրն ինչումն է։ Ցորենը գյուղացին քաղել, արևին է փռել, որ չորացնի ամբարի ստացած բերքից գոհ չէ սակայն։ Ինչ որ դժգոհ ով բերեք կդանցի։ Ինչ որ ելել եմ աշխատանքի դիմաց ճիշտ է, չեմ հադրուց բնույթ կողմից։ Հիմնականում եղանակի ամբարելը սկզբից հանքից հետո անձրևները շատ ուժեղ եկան, հետո չորությունը կողքեց, բույսը չորտավ խեղտավ հողի մեջ։ Հացահատիկը հետքան հաջող չէր։ Ամեն ինչ որ լավ է ստացի, որ չի աշխատի վրեն ինչ ստանավար է։ Գյուղատնտեսական այս տարին չի արդարացրել իրեն հացահատիկի բերքատվության մասով հասկերը լավաճել են, ամուր են եղել, մեծացել են հատիկը, սակայն մանր է եղել։ Երևի պատճառներից մեկը գարնան ցրտահարություններ կամ ինչ-որ բաներ պատճառեր, գլխավորապես անձրևների շատ գալներ, որը չթողեց աշխատել ցորենը, աշնանացան ցորենը մեր մոտ գլխավորապես։ Բերքը երեսեմ կեսով ստացվակ։ Անցյալ տարի լավ էր, քան տարի։ Ծաղել բերքի պագաս է տարի։ Եղանադից է, թե ինչից է հեշմար չասկավ։ Սկզբից հաց լավ եղավ, հատիկ չկար, անձր չեղավ, այդպես ուջել մնաց։ Ցորենն իսկապես այս տարի լավ չի աճել, ասում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը խնդիրը սերմի որակի հետ կապ չունի, մեղավոր է եղանակն է։ Քանի որ մայիս-հունիս հուլիսին մենք տեղումների բավականին պակաս եղավ, նվաստեղումներ եղավ, բնականաբար ուրեմն տեղումները միանշանակ ազդելու են հացահատիկի լսվածության վրա և շատ տնտեսություններում, որտեղ անջրդի են հաստատ այդ ազդեցությունը կա, անջրդի տարածքներում ցանված ցորենների վրա, իսկ ջրովիների վրա
չնչին է ազդել։ Այս տարվա համար Շիրակի 2700 հեկտար ավել աշնանացան ցորեն ներցանվել մարզի ցանքատարածությունների թիվը հասել էր մոտավորապես 45000-ի, սա Շիրակի երբևէ ունեցած ամենաբարձր ցուցանիշն է համարում պատասխանատուն։ Ակնկալվելիք բերքն էլ սրանով պայմանավորված բնականաբար առատեր լինելու։ Եթե տարեն լավ բարենպաստներ, մենք պետք է ունենայինք բավականին լավ ցուցանիշներ, չնայած հիմա էլ ունենք, բայց համատական կարգով ցածր է, այս տարի միջին հաշվով ակնկալվում է մոտ 140,000 տոննա հացադիկի միջին բերք, որը նախորդ տարվանից մոտ 20,000 տոննայով ավել է, բայց ասեմ, որ նախորդ տարի մենք ունեինք 10,000 հեկտար կարգ ուրեմն հացադիկ, որտեղից բերքաբավական ընդհանրապես չի կազմակերպվել, եթե նախորդ տարի ուրեմն այդ կարգը չլներ, համատական միջին բերքով նախորդ տարին գերազանցել այս տարվան։ Ներկա պահին բերքահավաքին զուգահեռ Շիրակի մարզում ընթացքի մեջ է գյուղացիական տնտեսություններին առաջին վերարտադրության աշնանացան ցորենի տրամադրման գործընթացը։ Արդեն 980 տոննա սերմացու է մարզին տրամադրել գյուղատնտեսության նախարարությունը։ Այն համամասնորեն հատկացվում է համայնքներին իրենց պահանջած քանակությամբ։ Բոլոր համայնքները սակայն սերմացու չեն ստանա։ Նախորդ տարիներին պարտք ունեցող համայնքները, որոնք պետության նկատմամբ պարտավորություն ունեն, իրենց նկատմամբ վերապահվում կա, այսինքն մուսման համապատասխան գրաֆիկ է սահմանված, որից հետո միայն տրամադրվելու է սերմ։ Երբ համայնքները մարեն պարտքերը գյուղնախարարությունից սերմի նոր խմբականը կներկրվի այնքան, ինչքան պահանջարկ լինի, ասում է Մովսես Մանուկյանը։ Իսկ հիմա մեծ աշխատանք կա անելու ներկա պահին բերքահավաքչությամբ մարզում ավարտված է։ Արդյունքներն են նույնիվերվում Շիրակում ամենալավն այս տարի խոտն է աճել։ Այս հարցում բացառիկ փոխհամաձայնություն կա բերքից և պաշտոնյան է գոհ և գյուղացին։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գերգյան, Խան Հովհաննիսյան, Արթուր Մարգարյան այսօր։ World Vision կազմակերպության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Գյումրիում և Շիրակի մարզի 12 համայնքում, նպատակ ունենալով բացահայտել առողջապահական ոլորտում առկա խնդիրները։ Առանձնացնելով 0-ից 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնությունից օգտվելու արտոնությունները։ Խնդրի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել Գյումրու Արաքս հյուրանոցում, որին մասնակցել են մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուներն ու համայնքների բնակիչները։ Վերջիններս բարձրաձայնել են, որ հաճախ չեն կարողանում օգտվել երեխաների համար նախատեսված անվճար դեղորայքից, իսկ որոշ համայնքներում ամբուլատոր հաստատությունների բժիշկները չեն հասցնում այցելել բոլոր նորածիններին։ World Vision-ը համայնքի ակտիվ անդամների
իրականացվել է 0-7 տարեկան երեխաների սկրինինգների և առողջապահական ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու որմնանկարի աշխատանքներն ավարտված են, որմնանկարն ավելի քան 38 մետր բարձրության վրա է անմիջապես գմբեթի Հիսուս Քրիստոսի, իսկ ներքևում հրեշտակների և հրեշտակապետերի պատկերներով։ Որմնանկարում ներառվել են հայկական մանրանկարչության տարրեր։ Հեղինակը Լևոն Զաքյանն է, ով աշխատելու ընթացքում հանդիպել է մի շարք դժվարությունների, որոնք արդեն հաղթահարված են։ Գործն էլ ժամանակին ավարտված։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջափահյանը եղել է ամենափրկչում, տեսել որմնանկարի վերջնական տարբերակը։ Նկարիչներին տրված էր առաջադրանք գահի վրա նկարել Քրիստոսին, որ նշանակում ամենափրկիչին, քանի որ եկեղեցին ամենափրկիչ է, ուրեմն լավ կլիներ, որ գմբեթը զարդարված լիներ ամենափրկչի պատկերով։ Գահի վրա և օրհնելով իր ժողովրդին։ Այդ խնդիրն էր դրված, և ուրեմն այդ խնդիրը կարծում եմ, որ հաջողությամբ լուծվեց։ Եվ իրենք այդ բարձրության վրա, որ այդ բարձրության վրա դեռ չէին աշխատել երբեք, այդ բարձրության վրա կարողացան իրենց առջև դրված խնդիրը լուծել, որովհետև շատ դժվար է վերևը կորության վրա ստանալ այնպիսի պատկեր, որ ներքևից ընկալվի ամբողջապես։ Կոմպոզիտորը
Էսան կառուցված է Քրիստոսից 4 խաչաձև ճառագայթներն իշխնում եւ 4 քերով բներն անկյուններն եւ 4 ռեշտակներ կան։ Ռեշտակապետեր կան, որոնք պահում են ամբողջ սկավառակը, որտեղ Քրիստոսն է բազմած քառակերպի վրա։ Գյումրիում նշվել է պատվոբլուր հուշահամալիրի վերաբացման 5-ամյակը։ Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր կառույցների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել պատերազմում զոհվածների շիրիմներին։ Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում խոսել են հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Պատվոբլուրը գերեզմանատուն է, որտեղ ուղարկավորված են ռուսական բանակի այն սպաները, ովքեր զոհվել են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Խորհրդային տարիներին գերեզմանոցը հողին է հավասարեցվել, իսկ տապանակարերը ոչնչացվել են։ Պատվոբլուրը վերաբացվել է 2010-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ։ Это очень важное событие, потому что, к сожалению, в советское время многие святые места были забыты. Это во всем Советском Союзе так было, потому что это было связано с дореволюционной эпохой. И важно, что сейчас память об этом месте возвращается. И вот мы видим восстановленное место, и мы здесь вознесем молитву о упокоении тех, кто отдал свою жизнь за свободу этой земли. Հուշահամալիրի վերականգնման աշխատանքներն իրականացվել են պատվի գործ հայ-ռուսական բարեգործական կազմակերպության միջոցով։ Բացման արարողությունից ի վեր ամեն տարի տոնը նշվում է հանդիսավոր կերպով։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի Գյումրի այցը հենց այդ նպատակն ունի։ Միջոցառման մասնակիցները նախ հանդես եկան բացման ու շնորհավորանքի խոսքով։ Сегодня мы обращаемся к событиям общей российско-армянской истории для создания условий сохранения памятников этой истории. Верность памяти погибших в боях за Отечество, многовековой дружбы российского и армянского народов необходима для защиты исторической правды от цинизма
квалификаций. Искренне благодарю всех, кто принимал и будет участвовать в развитии взаимовыгодных отношений Российской Федерации, Республики Армения, кто участвовал и участвует в создании чести, героям, которые отдали свои жизни, вечная память. Мемориал «Холм чести» является еще одним свидетельством дружбы наших народов и станет только одним из посещаемых мест для гюмрийцев, но и для гостей Чирагской области. И сегодня, спустя 5 лет, мы собрались, чтобы отдать дан уважения и почтить память погибших героев. Поблагодарить всех, кто принимал непосредственное участие в возведении мемориала, являющегося символом дружбы России и Армении. Բացման խոսքից հետո հոգևոր թևի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին ի հիշատակ զոհվածների։ Благословен Бог навсегда, ныне и присно, и во веки веков. Ներկաները ծաղիկներ դրեցին հուշարձանի առջև, այնուհետ շրջայց կատարեցին պատվո բլուրի ամբողջ տարածքում։ Мы не закончили, только в этом году, когда восстанавливали 5 лет назад, но там были сделаны такие косметические небольшие работы, и все время протекала крыша. Միջոցառման ավարտին մասնակիցներն այցելեցին եկեղեցի Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան այսօր։ Հալեպը 3 կրկին ուժգին հրթիռակոծությանը ենթարկվել Համդանի, Նոր Հալեպ և Մաքրամի բնակելի թաղամասերի վրա ավելի քան 200 հրթիռ է ընկել։ Կա 33 զոհ և ավելի քան 100 վիրավոր։ Տուժածները հիմնականում կանայք և երեխաներ են։ Հալեպից երկիրն այսօրի թղթակիցը հայտնել է, որ հայկական թաղամասերն այս հարձակումից չեն տուժել։ Իսկ Դիարբեքիրի Սուր քաղաքում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով վնասներ է կրել նաև տեղի հայ-կաթողիկ եկեղեցին։ Սոցցանցերում տարածված լուսանկարներում երևում է, որ կոտրվել են եկեղեցու պատուհանները և դռները։ Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցած պայթյունների հետևանքով վնասներ է կրել նաև Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Թուրք-քրդական բախումները շարունակվում են Դիարբեքիրում։ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին սաստկացող հակամարտությունը կասկածի
տակ է դնում արդար ընտրություններ անցկացնելու հեռանկարը։ Թուրքիայի Դիարբեկիր քաղաքում վերջին օրերին ստացկացող բռնությունները շարունակվում են հնարավորություն չտալով տեղի առավելապես քուրդ բնակչությանը և թուրք ոստիկաններին շունչ քաշել, չնայած դադարեցվել էր պարեկային ժամը, որն իշխանությունների կողմից հայտարարվել էր Դիարբեկիրի Սուրու Սիլվան թաղամասերում, տեղական ոստիկանության հաղորդմամբ բախումները շարունակվում են և քրդական աշխատավորական կուսակցության զինյալները շարունակում են հարձակումներ իրականացնել ոստիկանների և զինվորականների դեմ։ Թուրքիայի անվտանգության ծառայությունների հաղորդմամբ քուրդ զինյալների կողմից Դիարբեկիրի մոտակայքում պայթեցված ռումբից սպանվել էր թուրք երկու ոստիկան։ Դիարբեկիրում շարունակվում են նաև բախումները տեղական բնակչության, հատկապես երիտասարդների և զինվորականների միջև, որոնց ընթացքում զինվորականներն արդյունքաբեր գազ են օգտագործում։ Վերլուծաբանների կարծիքով վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցող թուրք-քրդական բախումները լուրջ կասկածի տակ են դնում Թուրքիայում ընդամենը 6 շաբաթից ազատ ու արդար խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հնարավորությունը։ Եվրոպան խստացնում է փախստականների մուտքն իր տարածք։ Գերմանիան որոշել է կասեցնել Շենգենյան համաձայնությունը և ուժի մեջ մտցնել սահմանային հսկողություն եվրոպական հարևանների հետ։ Գերմանիան արդեն սկսում է սահմանափակումներ դնել եվրոպական այլ երկրներից իր տարածք մուտք գործող փախստականների հոսքի վրա։ Օրինակ, Բուդապեշտից Գերմանիայի սահմանը հատած այս գնացքից ուղևորներին տեղափոխում են գրանցման համար նախատեսված տարածքներ։ Գերմանիայի ոստիկանությունը դաշնային 800 ոստիկաններ է տեղակայել Ավստրիայի հետ սահմանին։ Ինչպես ոստիկաններն են ասում, իրենց նպատակը այս ամենը կարգավորված իրագործելն է։ Ոստիկանությունը նաև ստուգումներ է սկսել անցկացնել սահմանային բնակավայրերի ավտոմեքենաներում։ Նպատակը Մյունխեն քաղաքը փախստականության ու բեռից ազատելն է։ Եվ անցած մի քանի օրերի ընթացքում առաջին անգամ է լինելով Մյունխենի երկաթուղային կայարանը երեքշաբթի օրը չէր ընդունել և ոչ մի փախստական։ Իր հերթին Հունգարիան երեքշաբթի օրը հայտարարեց արտակարգ իրավիճակ սահմանային երկու քաղաքներում։ Դրանից մի քանի ժամ առաջ փշալարերով ցանկապատի միջոցով բաժանեց սահմանը հարևան Սերբիայի հետ։ Այս տարածքից էին մեծաթիվ փախստականներ անօրինական եղանակով անցնում սահմանը։ Փախստականների ամբողջ նպատակն այն է, որ իրենց չգրանցեն Հունգարիայում, որպեսզի գրանցումն իրականացվի Գերմանիայում։ Նրանցից շատերը իրենց առջև նաև դրել են Հունգարիայի սահմանամերձ գյուղերի միջով անօրինական կերպով Ավստրիա անցնելու նպատակ։ Խստացումներն ուժի մեջ մտան այն բանից հետո, երբ Եվրոպական միության ներքին գործերի նախարարները չկարողացան գալ համաձայնության
120,000 փախստականներին միության երկրների միջև համաչափ բաշխելու ծրագրի շուրջ եւ այժմ գաղթականները ունեն այն մտավախությունը, որ խստացումների այս ալիքի տակ մի օր կսկսվեն շուրջ գալներ եւ իրենց կարտաքսեն։ Միայն այս տարվա ընթացքում Սիրիայից եւ Իրաքից դեպի Եվրոպա է գաղթել 430,000 փախստական, նրանցից 3,000-ը մահացել է գաղթի ճանապարհին։ Շարլ Ազնավուրը պատրաստ է ընդունել ներգաղթյալների 91-ամյա աշխարհահռչակ շանսոնյեն կրկին իր մտահոգությունն է հայտնել ներգաղթյալների վիճակի մասին, որոնք ստիպված են փախչել իրենց երկրներից։ Ես շատ ազդված եմ այն ամենով, ինչ կատարվում է այս գաղթականների հետ։ Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս իրավիճակում, երբ նրանք լքեցին Հայաստանը եւ եկան Ֆրանսիա։ Ինչու ես միշտ կլինեմ նրանց կողքին, ովքեր թակում են դուռը, եւ ոչ թե նրանց, ովքեր փակում են այդ դուռը։ Բայց ես դասեր չեմ տալիս մարդկանց, յուրաքանչյուրն անում է ինչ ցանկանում է, ասել է Ազնավուրը։ Բարշնեֆտ ընկերության Բարշնետովսերի գործարքի ժամանակ փողերի լվացման եւ յուրացման համար մեղադրվող գործարար Լևոն Հայրապետյանը ազատ է արձակվել տնային կալանքից։ Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը քննիչի որոշմամբ փոխարինվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ, հայտնում է 10 գործակալությունը։ Պարզաբանելով, որ որոշումն ընդունվել է, քանի որ լրացել է Հայրապետյանին կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը։ Բարշնեֆտի գործով նա կալանքի տակ էր գտնվում 2014 թվականի հուլիսի 17-ից, իսկ խարդախության $700,000 հափշտակման մասին մյուս գործով անցյալ տարվա սեպտեմբերից։ Երկրորդ գործով գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, վերադարձնելով նյութերը լրացուցիչ հետաքննության։ Այդպիսով լրացել է հետաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու հնարավոր առավելագույն ժամկետը 12 ամիսը։ Գյումրու Վարդան Աչեմյանի անվան դրամատիկական թատրոնի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրին եւ թատերախմբի գործունեությանը ծանոթանալու համար սեպտեմբերի 16-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանը հանդիպել է աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը արել է որոշ դիտարկումներ եւ թատրոնի դերասանական կազմին առաջարկել է հանդես գալ նաեւ հումորային ներկայացումներով։ Ֆելիքս Սոլակյանը խոստացել է նաեւ հնարավորինս աջակցել թատրոնին։
թատրոնի պատմությանը չեմ ուզում անդրադառնալ, ես իշքան որ գիտեմ, իշքան որ ես եմ հասկացելու դեր այդեմ, մեր թատրոնը շատ նշանավոր թատրոն է Հայաստանի մասշտաբով ամենայնտեղից։ Այն իմաստավոր և մեծերի առումով և այստեղ աշխատած մարդկանց և այստեղ գործունեություն ծավալած մարդկանց առումով շատ պատմական է իր ամեն ինչը։ Ու իհարկե ես կողմ եմ երիտասարդացմանը, ամեն դեպքում կողմ եմ ջահելների, ջահելների խաղին, բայց ամեն դեպքում մեծերի փորձը այդ ինչ-որ փոխանցում են բան շատ կարևոր ու արժեքավոր է։ Մեր անելիքը դուք դուշեք եք, ամենաճին ամենակարևորը 150-ամյակի տարելիցի հետ կապված մեր մգրչյան փոքր թատրոնի բացումն է լինելու 3 ներկայացում ենք խաղալու, ցուցադրություններ են լինելու, ընթացքի մեջ հիմա սկսել ենք արդեն գիրք է տպվելու։ Մենք փորձել ենք ինչքան հնարավոր է այս 150-ամյակը դարձնել իրադարձություն ու ոչ միայն Գյումրի համար, այլ ամբողջ Հայաստանի համար։ Դրա համար որոշեցինք, որ 150-ամյակը մենք կսկսենք թատերաշրջանի բացումից։ Կլինի մի կոմերցիոն ներկայացում, որի մասին արդեն խոսեց, կամ հաջողաբանական, այսինքն այսօրվանից սկսած մենք սկսում ենք նշել արդեն մեր 150-ամյակը մինչև այն օրը, երբ արդեն կլինի մեր համերգային երեկոն, այս 2-3 ամիս ընթացքում։ Շատ երկար մտածելուց ու խոսելուց հետո մտածեցինք, նույն մշակույթի նախարարհետ հանդիպել ենք, որ Գյումրու թատրոնը փորձի արդեն դուք նշեցիք, որ մի քիչ խոսվել է իրոք 150 տարի, եթե չէ, մենք էլ փորձեցինք հենց մեր հոբելյանական երեկոն կառուցել հենց այդ խնդրի վրա։ Իրոք մենք 150 տարի ենք, ես չեմ ուզում ամբողջ շագերտները բացել, թե ինչ է լինելու այդ օրը, բայց ասեմ, որ լինելու է հենց քննարկվելու այդ հարցը։ Կոպիտ, բայց իհարկե հումորով։ Դատ ինչ է արել 150 տարիների ընթացքում այս թատրոնը։ Գյումրու մարզահամալիր երկրորդ մարզադպրոցը վերաբացումից հետո արդեն 5 տարի զբաղված է մատաղ սերնդի դաստիարակությամբ։ Այս ընթացքում դպրոցը հավաքագրել է ձյուդոյի և սամբոյի տարբեր տարիքային խմբեր։ Մարզիչ և ուսմասվար Արտաշես Պապոյանի խոսքով կարճ ժամանակում իրենց հաջողվել է քաղել կատարած աշխատանքի պտուղները, սակայն մեծ նվաճումների մասին խոսելը դեռ վաղ է։ Մարզադպրոցն ունի գույքի և հանդերձանքի խնդիր, անհրաժեշտ է պետական աջակցություն։ Արդյունքները համեմատաբար ավելի բարձր են ձյուդո մարզաձևում, որը մտնում է օլիմպիական մարզաձևերի մեջ։ Սամբոն այս առումով
չի վայելում ցանկալի մասսայականություն։ Աջողսերուն, որոնք հետաքրքրությունն տեբիցիոդոն, որը շատ հետաքրքիր բազմապնույթ, կսկասի նաև բարդ մարզաձև է իր բնույթի մեջ, որտեղ շատ հարուստ է իր կոմբինացիոն, իր տեխնիկա-տակտիկական տվյալներով որոշ հարցեր պետական մակարդակի պետությունը վերցներ իր վրա։ Այսքանը եթերում այսօր լրատվականն է, շնորհակալություն ուշադրության համար առ